Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ լույս ունենալու համար։ Խոսենք Բաքվի դատարանում ընթացող դատական ֆարսից, դատախազը պահանջել է տարբեր պատժամիջոցներ, նա առաջարկել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի մասով եւ նաեւ առաջարկել է 20 տարվա ազատազրկում Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Մադադ Բաբայանի համար, քանի որ նրանց 65 տարին արդեն լրացած է։ Այս առաջարկների հետ կապված միջնորդության հետ կապված ինչ կարող եք ասել, արդյոք կբավարարվի, ըստ էության երևի թե կբավարարվի եւ ինչ կարելի է փոխել առհասարակ։ Դատախազի այդ մեղադրանքը, որը ի սկզբանե ներկայացվել էր, դա ի սկզբանե ադրբեջանական իշխանությունների քաղաքականության հիմքում եղած process-ի շարունակությունն է եւ այստեղ ես որևէ անակնկալ կամ ոչ կանխատեսելի որևէ բան չեմ տեսնում։ Այդ մարդկանց վրա դրվել է բավական ծանր մեղադրանքներ եւ այդպիսի մեղադրանքները ենթադրում էր նաեւ այդպիսի վայջաչափեր եւ այս տեսանկյունից մեր գլխավոր խնդիրը ոչ թե էմոցիոնալ դաշտում այս թեմաների հետևից գնալն է, այլ հասկանալը թե ինչ տեղ ունեցավ մեզ հետ, ինչ տեղ ունեցավ այդ մարդկանց հետ, որ նրանք հայտնվեցին ադրբեջանական գերության մեջ։ Ինչպիսին պետք է լիներ Հայաստանի իշխանությունների վարքագիծը եւ միջազգային այցյաներում տարբեր սուբյեկտների հետ հարաբերությունները, որպեսզի մենք այս իրավիճակը չստանայինք։ Նրանց գերեվարումից 2 տարի է անցել, Ադրբեջանը քայլ առ քայլ նաեւ հրապարակային դաշտում ցույց է տվել, որ գնում է Հայաստանի Հանրապետության վրա բավականին ծանր հանցագործներ կարելու ճանապարհով, որտեղ որպես թիրախներ ընտրված էին կոնկրետ մարդիկ, ովքեր գերեվարման մեջ են, բայց ըստ էության process-ը կարվում էր Հայաստանի Հանրապետության վրա։ Հիմա Հայաստանի իշխանությունը մի կողմից փորձում է ցույց տալ, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները գնում են նորմալացման, մյուս կողմից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմական հանցագործությունների, ցեղասպանությունների մի ամբողջ գործ է ստեղծել, որը վարում է եւ իր ներսում եւ դրսում։ Այստեղ նաև ամենամեծ կոնտրաստը, որը առկա է իրական խաղաղության եւ չկարգավորված հարաբերությունների համատեքստում, եւ ինքնին սա երկու բան կարող է նշանակել։ Կամ իրականում Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ թե գնում են կարգավորման, այլ բացառապես ադրբեջանական պահանջների քայլ առ քայլ լուծման եւ բավարարման ճանապարհով, կամ այստեղ կա պայմանավորվածություն նաև Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների միջև, այսպես ասեմ, այս գերեվարված անձանց խաղաքարտը տարբեր ձևերով կիրառելու եւ ըստ անհրաժեշտության համապատասխան ուղղությամբ ուղղորդելու համար։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Օրինակ ինչպես են ուղղորդելու, ինչ են անելու։ Հիմա պայմանականորեն Հայաստանի իշխանությունների համար ընտրական process-ները ամենակարևորն են, այսինքն Փաշինյանական իշխանության համար կա ընտրություններ, կա առաջիկա իր համար իշխանությունը երկարաձգելու մի հանգրվանային կետ, որը պայմանական խորհրդանական ընտրություններն են, եւ ինչպես երկի ներսում, այնպես էլ դրսում Ադրբեջանի իշխանությունները նաեւ այստեղ ունեն իրենց շահագրգռվածություն այս իշխանության պետության ղեկի մնալու մասով, եւ իշխանությունը իր ողջ քաղաքականությունը կառուցում է իր վերարտադրությունը ապահովելու համատեքստում, սկսած երկի ներսում բազմաթիվ մարդկանց ճաղերի հետև ուղարկելուց, գումարած բոլոր այն մարդկանց հնարավոր Հայաստանում հայտնվելուց, ովքեր կարող են գալ խոսել եւ ասել ճշմարտությունը, այնինչ տեղի ունեցել 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ժամանակահատվածում 23-ին, երբ որ մարդիկ ոչ միայն գերեվարվեցին, այլ պարզապես Արցախը ամբողջությամբ հանձնվեց ադրբեջանական կառավարման։ Հիմա այսինքն կարող ենք ենթադրել նախ, որ դատախազը հենց այնպես չի այդ մեղադրանքը ներկայացնում, հասկանալի Ադրբեջանում ինչպես է դա արվում, մեղադրանքը կբավարարվի եւ ըստ էության ինչ քայլեր պետք է հաջորդի կամ ինչ կարող ենք առհասարակ անել։ Այս մեղադրանքը ոչ թե ծնվել է մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ, ադրբեջանական
իշխանությունները նախապատրաստված փաստաթղթեր ունեին, դատական այսպես կոչված այդ դատավարությունը պարզապես դրա երևացող մասն է, որը ավելի շատ ուղղված է արտաքին խաղացողներին, որ այստեղ process է գնում, այն ներկայացնելով որպես իրավական, ինչը որևէ բան իրավաբանության հետ կապ չունի, բայց ընդհանուր թեման քաղաքական է եւ Ադրբեջանը փորձելու է թեման օգտագործել ըստ քաղաքական առաջնահերթությունների, թե որ մասում, որ հանգամանքը ինչպես կծախի այս կամ այն դերակատարի վրա, դա ժամանակը ցույց կտա։ Դուք հիշում եք, որ 44 օրյա պատերազմից հետո օրինակ Ադրբեջանը հայտարարում էր, որ 10 գերի Եվրամիության միջնորդությամբ օրինակ հանձնում են Հայաստանի Հանրապետությանը։ Պարզ է, չէ՞, որ այդտեղ դրա տակ քաղաքական հիմք է դրած, Եվրամիության հետ որոշակի հարցերի շուրջ համաձայնություն եւ դրա դիմաց, այսպես ասած, Եվրոպայի քշռի բարձրացման ուղղված նաեւ ուղերձներ։ Հիմա հաջորդի մենք չգիտենք դա տեղի կունենա, տեղի չունենա, դա այնտեղ գտնվող եւ հաստատված 23 հայերից ում վրա կտարածվի եւ այլն, եւ մնացած process-ները, ինչպես առաջին իսկ պահից է եղել, քաղաքական են եւ process-ի նաեւ ճակատագիրը կախված է քաղաքական զարգացումներից։ Բայց պաստորեն ազգային անվտանգության ծառայության ղեկավարը որ գնացել էր Ադրբեջան, հետո եկավ, ասացին ինչ որ գերիներ ամեն դեպքում կբերվի եւ խոսում էր որ ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերաբերում դա Արցախի։ Բայց պաստորեն դա էլ չեղավ։ Ամեն դեպքում շատ խիստ դրված է Ադրբեջանի կողմից որ գերիներ չպետք է գան հիմա։ Շատ ակնհայտ է, որ այնտեղ գտնվող եւ հաստատված 23 հայի ճակատագրի տնօրինման թեման երկու մասով է ներկայացված 8 անձանց դեպքում, ովքեր Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն են, բնականաբար նրանց քաղաքական թեման լրիվ այլ է, իսկ մյուս 15 հայերինը լրիվ այլ հարթությունում է գտնվում եւ չի բացառվում, որ այս թեման նաեւ ներընտրական տրամաբանության դեպքում որոշակիորեն կարող է արդյունք տա, բայց ոչ թե 8 ռազմաքաղաքական գերիների, այլ այն 15 գերեվարվածների մասով, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն ադրբեջանական մեղադրանքի հետ, ինչը նրանց վերագրվում է, այլ այդ մարդիկ տարբեր իրավիճակներում ժամանակին դուրս չգալու, շրջափակման մեջ գտնվելու պարագայում պարզապես հայտնվել են ծուղակում եւ չի բացառում, որ նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի հետաքրքրվածություն այս իշխանության հնարավորինս երկար պաշտոնավարելու այս համատեքստում Ադրբեջանը միգուցե նաեւ միջև ընտրական process-ներ որոշակի քայլերի կգնա, ինչը հայաստանյան իշխանությունը կփորձի օգտագործել կամ այս դեպքում ավելի ճիշտ բառն է շահարկել ներընտրական process-ներում։ Բայց փաստացի, եթե փաստաթուղթ ամեն դեպքում վերջնականապես էլ կնքվի խաղաղության, եթե կնքվի, չի խոսում գերիների մասին, այսինքն դա առանձնացված թեմա է եւ հնարավոր է, ինչպես դուք եք ասում, մնացած գերիները գան, բայց ռազմաքաղաքական ղեկավարության այդ 8 հոգու հարցը մնա այդպես է, նրանք Համենայն դեպս, երբ որ ոչ փաստաթղթում կա նման բան, ոչ էլ առավելևս բանավոր խոսքում է ասվում, որ Հայաստանի հետ բանակցությունները կամ մյուս կողմից Ադրբեջանի հետ բանակցությունները այդ փաստաթղթի ստորագրման պարագայում կարող են բերել բոլոր գերեվարված անձանց ազատ արձակման։ Ամենայն դեպս Ադրբեջանը այնտեղ process է իրականացնում, որը ներկայացվում է որպես իրավական եւ ամեն հավանականությամբ արդեն 1-2 ամսից կլինեն վճիռներ, որովհետեւ վերջնական եզրափակիչ փուլ է մտել։ Իհարկե, այս process-ն են քաղաքական իրավիճակին համահունչ, երկարաձգում, դանդաղեցնում կամ արագացնում եւ այլն, սա ինչպես պետք է կարող են օգտագործել։ Եթե իրենց անհրաժեշտ լինի, սա կարող են 4 ամիս հետո այդ եզրափակիչ բանը բերել, բայց եթե անհրաժեշտություն լինի 1 ամիս հետո ունենալ վճիռը, 1 ամիս հետո էլ այդ վճիռները կլինեն։ Ես միջինացված եմ վերցնում 1-2 ամիսը եւ այս պարագայում բնական է, որ Ադրբեջանը իր համար կողքից կարել է գործ, որ ըստ իրավիճակի կարող է օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ ամենատարբեր դրվագներով, որով վերաբերում է վերջին 3 տասնամյակի գործունեությանը ու այս կոնֆլիկտի տարբեր դրվագներին եւ ամեն դեպս Ադրբեջանը դա օգտագործում է որպես նաեւ ճնշման միջոց այս կամ այն ձևով Հայաստանի իշխանության վրա ազդելու համար։ Տեղեկություն եղավ նաև, որ լիբանանահայ Վիգենը, որը զանգահարել էր կնոջը եւ ասել որ առողջական վիճակը բավականին վատ է եւ չի կարողանում քայլել։ Այսինքն նաև նրանց առողջության հետ կապված խնդիրներ կան, որոնք հաստատի մենք չենք տեղեկանում շատ անգամ։ Վիգենի հետ կապված թեման ես տարբեր առիթներով խոսել եմ։ Ինքը 44 օրյա պատերազմից հետո է շատ ավելի մեծ ժամկետ է, որ նա գտնվում է այնտեղ
մի քանի անգամ իր իրավունքները եւ ընդհանրապես գերության մեջ գտնվող անձանց իրավունքների բարձրաձայնման համար նաեւ հացադուլի է դիմել այս պահին ըստ ընտանիքի ներկայացմամբ էլ նույնիսկ անվասայլակի կարիք ունի, որովհետեւ արդեն ուժասպառ է եղել բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք ոչ միայն կուտակվել են, այլ Ադրբեջանում պատշաճ բուրջ սպասարկում չկա եւ սա ըստ էության նաեւ խոշտանգում է գերության կարգավիճակում գտնվող անձի նկատմամբ, բայց մենք այստեղ խոսում ենք Ադրբեջանի մասին եւ այդ մեկի մասին գիտենք, գուցե մեկի մասին գիտենք, այո, եւ դեռ հստակ չէ թե ով ինչ խնդիրներ ունի եւ այս ընթացքում ադրբեջանական իշխանությունները ամենատարբեր առումներով ինչ ներգործություն են ունեցել այդ մարդկանց հոգեբանական կամ առողջական վիճակի վրա։ Դա պարզ կլինի, երբ որ այդ մարդիկ այստեղ գտնվեն, համալիր բուժզննում անցնեն եւ մասնագետները հնարավորություն ունենան գնահատել նրանց իրական վիճակը եւ ադրբեջանական բանտում նրանց դեմ իրականացված հնարավոր միջոցառումները։ Խոսենք նաև 44-օրյա պատերազմի սկսվելու հետ կապված այսպես քննարկումներից, որոնք կրկին իշխանության կողմից բերվել են դաշտ, որ իրենք չեն իմացել, որ պատերազմ է սկսվելու։ Անդրանիկ Քոչարյանն էր նախ այդ մասին խոսել, ասել, որ տարբեր տեղերից ապատեղեկատվություն է ստացել, ոչ միայն ներսում, այլև դրսում նկատի ունեն, եւ բացի այդ Ալեն Սիմոնյանը եւս ասել, որ իրենք չեն իմացել, որ պատերազմ է լինելու, եւ երեք Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության որոշ պաշտոնյաներ Արշակ Կարապետյանի միջոցով մեզ ասել են, որ պատերազմ չի լինի, բայց մեր հետախուզությունը ճշտել է այդ օրը։ Ճշտել էր օրը։ Հիմա ինչ է նշանակում, իսկապես իշխանությունը չէր իմացել, որ պատերազմը լիներ եւ արդյոք այստեղ իրենց մեղավորությունը չկա։ Այսինքն բեռը մեղավորությունը գծվում է Ռուսաստանի վրա։ Գիտեք, տարբեր պաշտոնյայի հայտարարությունները եւ ընդհանրապես դաշտում առկա հավաստիություն ունեցող տեղեկատվության արկայություն ցույց է տալիս, որ իշխանությունը ըստ իմացել է, որ պատերազմական գործողություններ ծավալվելու են։ Միգուցե կոնկրետ օրը վերջին 1 ամսվա ընթացքում են իմացել, մոտավորապես օրերը եւ այլն, բայց ակնհայտ է, որ նրանք իմացել են, դա երևում է ոչ միայն ներկայիս իշխանության տարբեր դեմքերի հայտարարություններից, այլ նաեւ պաշտպանության նախկին նախարար, պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար նաեւ Դավիթ Տոնոյանի հայտարարություններից, որը նաեւ գրքում էր նրա արտացոլված, մասնապես 2019 թվականի հետ կապված, այնտեղ ակնարկ կա, որ ակնհայտ է, որ իրավիճակային փոփոխության է գնացել, նաեւ այնտեղ կա մի դրվագ, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բանակցային գործընթացում ունեցած, այսպես ասած, մաքսիմալիստական մոտեցումներին, եւ որը ենթադրաբար նաեւ բանակցային գործընթացում փակուղու հետևանքներ է ունեցել։ Ավելին վերջին շրջանում, երբ որ խոսում է փաստաթղթերի բանակցային ողջ գործընթացի հանրայնացման մասին, նաեւ դրա մասին Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով խոսել, մի փաստաթղթի շուրջ անընդհատ կարծես ինտրիգ կա, դա 2019 թվականին համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացված փաստաթղթի մասին է, որի մասին իդեպ Հայաստանի իշխանության երկար ժամանակ լռում էին, ավելին նույնիսկ հերքում էին նման փաստաթղթի գոյությունը եւ դրա մասին խոստովանեցին այն ժամանակ, երբ որ համանախագահները իրենք սկսեցին խոսել այն մասին, որ իրենք 19 նման փաստաթուղթ ներկայացրել են։ Հիմա ո՞րն է այստեղ գլխավոր հարցը։ Սերժ Սարգսյանը վերջում իր զրույցներից մեկում ոդքասթային ֆորմատով հայտարարեց, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, ներկայացվել է ինֆորմացիա, որ այդ փաստաթուղթը թեև որակական առումով ավելի վատն էր, քան նախորդիվ եղած բոլոր փաստաթղթերը միջնորդների կողմից ներկայացված, բայց այնուամենայնիվ դրանով պահպանվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքի հարցը, ինչը ամեն դեպքում թույլ էր տալի դրա հիման վրա բանակցություններ վարելու, նաև այն հեռանկարով, որը հնարավորություն կտար հետագայում այդ մասով որոշակի փոփոխություններ անել եւ դա բերել եւ մոտեցնել հայկական կողմի առաջնահերթություններին։ Բայց մեծ առումով դրա շուրջ թնջուկը մինչեւ հիմա շարունակվում է։ Պաշտոն ասած մինչեւ տարվա վերջ կհրապարակի, բացի այդ ասում էր այդ փաստաթուղթը ավելի էր թոքը կարճացնում։ Գիտեք, խնդիրը ո՞րն է։ Նայեք, բանակցային գործընթացում մենք ունեինք 93-ին լրիվ այլ վիճակ, 96-ին ունեինք, օրինակ, չգիտեմ, Լիսաբոնում լրիվ այլ վիճակ, 2000-ին ունեինք այլ վիճակ։ Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները փորձել են միջնորդների կողմից Հայաստանին ներկայացվող աշխատանքային փաստաթղթերը
կամ սեղանին դրվող այդ փաստաթղթերը անդադ բարելավել։ Մենք եկել ենք հասել ենք 2007-ին, երբ որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը որպես սկզբունք արդեն դրվեց եւ Ադրբեջանի կողմից համաձայնեցվեց։ Մենք 2009-ի 11-ին հասել էինք մի փուլին, երբ որ հանրաքվեի իրականացումը Արցախում ունենալու էր պարտադիր իրավաբանական ուժ եւ այլն։ Այսինքն մենք բարելավելով այդ փաստաթղթերը գնացել ենք եւ եթե Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածում ունեինք ավելի վատթարացած պայմաններով փաստաթուղթ, դա բնականաբար Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության ներքո է։ Բայց կրկնում եմ, եթե այդ փաստաթղթում, ինչպես դեղեկացվել է Սերժ Սարգսյանը, ինքնորոշման իրավունքի սկզբունքը շարունակել է պահպանվել, դա բնականաբար հնարավորություն է տվել աշխատելու եւ հետագայում մեր համար ավելի բարելաված տարբերակ ունենալու։ Այլ հարց է, որ Փաշինյանական իշխանությունը բնականաբար իր բանակցություններով, իր վարած արտաքին քաղաքականությամբ լավատեսություն չէր կարող ներշնչել եւ իրականում մենք ստացել ենք 29-ին, ինչ ստացել ենք եւ 19-ի այդ թնջուկի բացահայտումը շատ կարեւոր է։ Փաստաթղթի ներկայությունն ու հանրայնացումը մեկ բան է, լրիվ այլ բան է, թե ինչ է իշխանությունը փորձում դրանից ստանալ, որովհետև կան ակնհայտ պարզ գործընթացներ, երբ որ թվում է, որ բոլորի համար էլ պարզ են, իշխանությունը այնպիսի մեկնաբանություններով է դա ներկայացնում, որ թվում է, թե տարբեր փաստաթղթերի կամ տարբեր process-ների մասին ենք խոսում, այնպես որ գլխավորը կարծես թե մենք գիտենք, որ այդ փաստաթուղթը նաև պարունակել է ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին կետեր, բայց ինչ որ պատճառով Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մեկնաբանությամբ Նիկոլ Փաշինյանի առավել կարծր դիրքորոշումների պատճառով փաստացի գործընթացը մտել է փակուղ է։ Այսինքն այս թեման դեռևս երկար քննարկվել, բայց որոշակի ակնհայտ մոտեցումներ այստեղ արտահայտված են։ Իսկ պատերազմի հետ կապված, փաստորեն դուք ասում եք Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ մեկ ամիս առաջ իմացել են, միգուցե չեն պատկերացրել ինչ Դավիթ Տոնոյանը ոչ թե մեկ ամիս առաջ է ասում, Դավիթ Տոնոյանը 19-ին իր խոսքով ցույց է տալիս, որ ակնհայտ էր այդ գործողությունները, որ Ադրբեջանը գնալու է։ Ժամկետ չկար նշված, բայց հետագայում նաև Օնիկ Գասպարյանի հայտարարությունները եւ նաև Տավուշյան, Հուլիսյան այդ գործողություններին հաջորդած ողջ ժամանակահատվածը, նույնիսկ արտաքինից երևացող ադրբեջանական թուրքական զորավարությունները, չգիտեմ, թուրքական F-16-երի արկայությունը Գանձակի օդանավակայանում, Նախիջևանում եւ Ադրբեջանի բուն տարածքում միաժամանակ սկսված եւ անընդհատ երկարող զորավարությունները, մոբիլիզացիան այդ թվում նաև մեքենաների միացման կամ ինտեգրման միջոցով եւ այլն, այսինքն ըստ էության ցույց էր տալի, որ ռազմական գործողություններ տեղի ունենալու։ Ավելին ասում է Ռուսաստանը մեզ չի ասել, տարբեր տեղեկատվություններ են մեզ փոխանցել այնտեղից։ Հիմա տեսեք, եթե իրանք Ռուսաստանը ստացել են տեղեկատվություն, ապա պետության մեջ միակ տեղեկատվության աղբյուրը դա դրսից գործընկերներից եկող ինֆորմացիան չէ։ Հայաստանի պետական կառավարման համակարգում կան մեծ թվով կառույցներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր իրենց մասով համապատասխան տեղեկատվության, հետախուզության վարման եւ ինֆորմացիայի կորզման համար։ Բայց տեղեկությունները այլ են։ Նույնիսկ տեղեկություն կա, որ Հայաստանի իշխանությունը դեռևս սեպտեմբերին է իմացել այդ հարձակման մասին։ Եղել է օրերի հստակեցման հարց, թե որը օրն է դա տեղի ունենալու։ Ավելին նույնիսկ խոսվում էր այն ժամանակ, որ այդ տեղեկատվությունը եկել է Արցախից, Արցախի համապատասխան կառույցներից, դրա մասին Որոշակի շարժը Ալեն Սիմոնյանն էլ այդ մասին խոսած ասաց, որ շարժը եղել։ Ոչ, շարժերի մասին չմեն խոսքը։ Շարժը դրա երևացող հատվածն է եղել։ Ֆիքսվել են տարբեր հետախուզական միջոցներով ֆիքսվել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, գիտեք, 25-ին եղել է ինֆորմացիա սրա մասին, բայց տեղեկություններ նաև կա, որ ավելի վաղ է եղել։ Բայց եթե նույնիսկ եղել է միայն սեպտեմբերի 25-ին, հավաստի տեղեկության մասին է խոսքը, ինչը Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ դա եղել է հավաստի տեղեկություն։ 2 օրը, եթե ոչ ամբողջությամբ, ապա այն անհրաժեշտ ժամանակներ, որը մեզ կարող էր թույլ տալ պետական կառավարման համակարգը բերել համապատասխան պատրաստության վիճակի, այսինքն խաղաղից անցում կատարել ռազմականին, նաև մոբիլիզացիային առաջնային չափը իրականացնել եւ ադրբեջանական հարձակմանը լինել պատրաստ։
Այն որ հիմա այդ զեկույցի հետ կապված մեծ ոդիսական էր ընթանում դրա հանրայնացման կամ չհանրայնացման հետ կապված, դա հարցի մեկ այլ հատվածն է, բայց նաև իմ տպավորությունը ինչ որ ես ստացել եմ 44-օրյա պատերազմի զեկույցից ըստ էության ցույց է տալիս, որ եթե նույնիսկ եղել են կասկածներ, որ կարող են չսկսվել, ապա շատ ավելի մեծ է եղել կասկածները դրանց վերսկսման հավանականության մասին եւ պետությունը պարտավոր էր այդտեղ Բայց չի պատրաստվել, այսինքն այդ եզրակացության մեջ չի նշված, որ պատրաստվել են, երբ որ իմացել են 2 օր առաջ, որ պատերազմը կարող է լինել, թե չեն պատկերացել, որ այդքան լայնամասշտաբ է լինելու։ Այնպես չէ, որ այդ զեկույցում ներկայացված բոլոր մոտեցումները հիմնավորված են կամ վերջում կա եզրակացություն, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Ավելին, զեկույցում կան տարբեր հատվածներ, որտեղ հենց զեկույցի հեղինակներն են գրում, որ միևնույն իրադարձության հետ կապված կա երկու միմյանց հակասող մոտեցումներ։ Այսինքն երկու մոտեցումներ էլ այնտեղ ներգրաված է, բայց բնականաբար որպես եզրահանգում չկա, թե դրանցից որն է իրականություն։ Ինքը նշվում է, որ այս պաշտոնյան այսպիսի դիրքորոշում է արտահայտել այստեղ, հետագայում պարզվել է այսպիսի հանգամանք այս պաշտոնյայի մասնակցությամբ եւ այլն։ Այսինքն այնպես չէ, որ այդ հանձնաժողովի զեկույցը կարդում ես, բոլոր եզրահանգումները արված են, բոլոր փաստերը բացված են եւ այլն։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք ներկայացված են տարբեր պատասխանատուների զեկուցմամբ կամ այդ հանձնաժողովում գտնվելու ժամանակահատվածում, բայց նույնիսկ զեկույցում դրա նկատմամբ կա ոչ միայն անհանգստություն, այլ նաեւ կասկած։ Այսինքն ներկայացվել է այն ինչ որ ասվել է, բայց դա ըստ էության հիմնավորված չի համարվում։ Այսինքն զեկույցը ասել, որ այդ բոլոր հարցերի պատասխան տվելը այդպես չէ։ Իմ համար այդ զեկույցը Այսինքն կասկածները հայտնել է, բայց հիմնավորումներ չկան։ Հա, հիմա պայմանական գալիս է մի հատ պաշտոնյա, որը ներկայացնում է իր գործողությունները պատերազմի ժամանակահատվածում։ Ինքը ասում է, թե ինչ է տեղի ունեցել, բայց նույն զեկույցում արձանագրված է, որ այսինչ պաշտոնյայի հայտարարությունից էլ պարզ է դառնում, որ իրականության մեջ այստեղ կա խզվածք, որտեղ մի պաշտոնյան այսպես է ներկայացրել, մյուս պաշտոնյան նույն իրավիճակի մասին լրիվ հակառակն է։ Դրա համար մենք գործեր ենք ուղարկել դատախազություն, ընթանում է քննությունը։ Հիմա գիտեք, Գագիկ Մելքոնյանն էր ասում։ Գագիկ Մելքոնյանի ասած իմ համար ճիշտ ասած հիմք չի այստեղ ինչ-որ դրամաբանական վերլուծություններ անելու համար։ Համայն դեպս չգիտեմ, ընդհանրապես կարդացել է կամ կարդացել է, հասկացել է զեկույցը թե ոչ, բայց համայն դեպս ես կարդացել եմ, նաև դա փորձել եմ համոզության մեջ դնել այն իմ տեղեկատվությանը, որը միջև այդ եղել է, նաև իմ անհատական ուսումնասիրությունները, ինչը պատերազմի տարբեր դրվագների եղել է։ Այս զեկույցը կարող եմ ասել, որ դրա տարբեր հատվածներով հետագայում պետք է իրավական եւ քաղաքական մասով օգտագործվի իհարկե այս իշխանության գնալուց հետո, այո, որտեղ կան այնտեղ փաստեր, որոնց մի մասը պետք է ստուգվի, եթե դրանք ստուգվի եւ հաստատվի, դրանք հստակ քրեական գործ են դառնալու եւ այլն, բայց գլխավոր բանը գիտեք ինչու՞մն է։ Տեսեք, այն պատճառները, որոնք ներկայացված են, նույն այդ Արշակ Կարապետյանի միջոցով եկած այդ ինֆորմացիայի մասով։ Հիմա եթե Արշակ Կարապետյանին դուք տեղ մեղավոր եք համարում կամ շատ ավելի ծանր մեղադրանքներ եք վերագրում, եկել է այդ ինֆորմացիան տվել է, բայց պատերազմը չէ սկսել։ Պատերազմից հետո Դավիթ Տոնյանին հանել է նշանակել են Վաղարշակ Հարությունյանը, դրանից հետո Արշակ Կարապետյանը գլխավոր շտաբի տեղակալ է նշանակել, ով մինչև այդ պատերազմի ժամանակ խորհրդական էր, հետո նշանակել են պաշտպանության նախարար։ Եթե Արշակ Կարապետյանը ըստ ձեզ պատերազմից առաջ ձեզ համար վտանգավոր տեղեկատվություն է տվել եւ դուք չեք կարողացել համապատասխան միջոցներ ձեռնարկել, ապա ինչ եք նրան 1-1.5 տարի հետո նշանակի պաշտպանության նախարար։ Հակասություն կա, չէ՞, ստեղ ստեղծված։ Այսինքն այդ պահին բարձր որ դու գիտեիք արդեն, այնպեսի բան չէ, որ պետք է հետո քննեիք։ Այո, հիմա Արշակ Կարապետյանը չգիտեմ ինչ հանգամանքներում աշխատանքից ազատել են կամ ծառայությունից ազատել են, եւ չգիտեմ Արշակ Կարապետյանը հետո ինչ ա եղել, ինչ իրական հակասություններ ունեցել են կամ չեն ունեցել, ինչ խնդիր ա եղել դրա հիմքում։ Հիմա իշխանությունը որոշել է Արշակ Կարապետյանի գործոնը լրիվ այլ կերպ օգտագործել, ինչը բնական է, գոնեն մարդկանց համար, ովքեր իրադարձությունն հետևում են, բազմաթիվ այլ հարցեր է առաջացրել։ Հիմա նույնը վերաբերում է նախկին այլ պաշտոնյային, հիմա չգիտեմ, Դավիթ Տոնյանին տարան ինչքան 3-2.5 տարի ոնց որ կալանքի մեջ էին պահում, շնաց այդ քրեական գործը չի ավարտվել։ Այսինքն իրենց որտեղ պետք է մարդուն հերոսացնեն, որպես լավ պաշտոնյա ներկայացնեն, դա անում են։ Հետո իրենց պետք չի լինում կամ ավելին անհրաժեշտություն է առաջանում այդ մարդկանց զրպարտելու, վարկաբեկելու կամ եւ այլն։ Հիմա գնում է հակառակ process-ը։
Այստեղ ես որևէ ֆունկցիա դատավորի ստանձնելու պարզապես չունեմ, բայց հարցն այն է, որ այն ինչ որ իրանք անում են նույն մարդու նկատմամբ հանրության մոտ կամ ծիծաղ է առաջացնում կամ մեղմ ասած մտահոգություն այն իշխանության վարքագծի, ով տարբեր իրավիճակներում նույն իրադարձության կամ նույն մարդու հետ կապված տարբեր վարքագիծ է դրսևորում։ Հիմա Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ ասում է, որ եթե եզրակացությունը ընթերցեր Սերժ Սարգսյանը, ապա նա խոսելու իրավունք պետք է չունենար։ Սերժ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ բանակ էր, թողել բանկաբութուլկաները իրենց նվեր, թող մեծ չխոսեն։ Նախ բանկաբութուլկայի մասին որևէ բան այդ զեկույցում ես ինքս չեմ հանդիպել, չեմ հիշում։ Առավելևս այնտեղ, եթե նույնիսկ ինչ որ դրվագում ինչ որ պատկերել ներկայացված է, համայն դեպս պատերազմի պարտությունում, մեր ունեցած խնդիրներում, այսպես կոչված բանկաբութուլկաների դերը ընդհանրապես գոյություն չուներ։ Հիմա եթե իշխանությունը, եթե ոչ 100%, եթե ունեցել է 70% ինֆորմացիա, որ պատերազմը սկսելու ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել, այդտեղ մեղավորը բանկաբութուլկեկն են։ Եթե Ադրբեջանը հարցակում է իրականացել եւ առաջին օրվա ընթացքում պարկերում կամ տարբեր կրակային դիրքերում կանգնած հոպի, հրետանու, ռադիոէլեկտրոնային պայքարի կամ տարբեր այլ միջոցների կեսը կամ կեսից ավելին ոչնչացրել է, դրա պատասխանատվությունը առաջնագծում ինչ որ դիրքում գտնվող բանկաբութուլկայի խնդիրն է եղել, բնականաբար չէ։ Իշխանությունը ոնց որ մնացած հարցերում ունել այստեղ փորձում է իրավիճակը բերել կենցաղային դաշտ մտցնել, նաև այն հիմնական խնդիրները մղել երկրորդ պլան, որպեսզի կարողանա այս իրավիճակում առաջ տարվել։ Ընդ որում այս զեկույցի մի մասում թեև կիսա ճշմարտություններով, կիսա խեղաթյուրումներով եւս երևում է ոչ միայն առանձին դեմքերի կամ ստորաբաժանումների, այլ հավաքական առումով պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը, անկարողությունը եւ որպես ծանր հետևանք Հայաստանի Հանրապետության պարտությունը։ Նույնիսկ այս զեկույցում, եթե նույնիսկ մի կողմ դնենք ներածական մասում, եզրափակիչ մասում կամ ընթացիկ հատվածում տարբեր իրավիճակային խեղաթյուրները կամ ռազմաքաղաքական իրավիճակի որոշակի գեղագիտական ներկայացումներ, նույնիսկ այս զեկույցում է անուղղակի ձևով արտահայտվում քաղաքական իշխանության եւ դրա գլխին գտնվող Նիկոլ Փաշինյանի մեղսակցությունը կամ պատասխանատվությունը ռազմական գործողությունների նման ընթացքի, նման ավարտի եւ դրան հաջորդած դիվանագիտական ձախողումների մասին, այնպես որ իշխանության այդ ներկայացուցիչները սրա մասին խոսելու իրավունք չունեն։ Եվ երկրորդը, եթե իշխանության համար այս փաստաթղթի հանրայնացումը լիներ շահեկան, օրենքի խախտում կլներ, սահմանության խախտումը լիներ, ինչի կասկածող կա, որ նրանք կհրապարակեն։ Ամեն օր օրենք է խախտվում, չգիտեմ, մեկից էս են խլում, մեկին տանում են ապօրինի ազատազրկում են, օրենքի ամենօրյա ռեժիմով դա տեղի ունենում։ Կրկնում եմ, եթե իշխանության համար շահավետ լիներ, դրանք չէին նայել ընթացակարգին, ազգային ժողովի կանոնակարգին եւ կհանրայնացնեին այնպես, ինչպես դա եղել է 2016-ի զեկույցում, որովհետեւ 2016-ի զեկույցն էլ ժամկետներն ավարտված են եղել, սակայն խորհրդարանը հանրայնացրել է։ Օրինակ Փաշինյանն ասում էր, չկա վերջերս ազգային ժողովում ասած չկա մի այնպիսի նորություն այդ զեկույցում, որ ես չգիտեմ, բայց արդյոք այդ զեկույցը միայն իրենց համար էր։ Ինչ որ հատված պետք է նաեւ հանրությանը չէ՞։ Ես չգիտեի, որ այդ զեկույցը պատրաստվել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ինչ որ բան իմանար կամ չիմանար։ Սկզբանե հայտարարվել էր, որ այս հանձնաժողովի ստեղծման հիմքում հանրությանը պատերազմի տապալումների մեղավորների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումներ կամ փոխանցումներ թույլատրության շրջանակներում։ Հիմա բնականաբար աշխատել են, տեսել են, որ ինչպես էլ փորձում են փաթեթավորել, ամենայնիվ երևում է, թե ով է սրա գլխավոր պատասխանատուն։ Եթե հիմա գիտեք, պայմանական եմ ասում, եթե հիմա առօրյա կյանքում Նիկոլ Փաշինյանն ասի, գիտեք, մեր էկոնոմիկայի նախարարը այս ինչ բանը տապալել է, դուրս է եկել։ Հիմա ինչ ուզում ես ասես, եթե ասում ես էկոնոմիկայի նախարարը տապալել է, դրա պատասխանատվության մի մասը կառավարությանն է, մի մասը նրա նշանակողին է, մի մասը կառավարության ղեկավարին է, հասկանում եք։ Հիմա նույնն է զեկույցում է։ Այդ զեկույցում ասում են, էսի, չգիտեմ, ասես մեղսակցություն ունի, այս մեկը ասես ենթադրյալ ծանր հանցագործություն է գործել, այսպես զորավոր ասած, սենց է, նենց է։ Բայց զեկույցում նշված է, իրենք տեղեկություն իմացել են, որ պատերազմ է լինելու եւ այդ ապա տեղեկատվությունը որտեղից է եկել։ Տեսեք, մեկ բան է թե զեկույցում ինչ փաստեր է ներկայացված, մեկ այլ բան է, կա եզրահանգումը, թե չկա։ Եզրահանգումը չեն եկել։
Այն տեսակետները, որոնք ես ունեցել եմ 20 թվականից հետո, արտահայտել եմ միջև զեկույցի գոնե իմ համար հասանելի լինելը, եւ ես կարդացել եմ զեկույցը, իմ մեջ ամրապնդվել է իմ այն դիրքորոշումները, որոնք ես ունեցել եմ, հասկանում եք։ Այսինքն կարող է 5 փաստ ներկայացվի, որոնք նորմալ մարդու համար, դիտակից մարդու համար ռազմական որոշակի առանձնահատկությունին տիրապետող մարդու համար պարզ են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց զեկույցի վերջում գրի, որ իրականում խնդիրը չորթական բան նշվի։ Բայց կարևորը կան բաներ, որոնք ոչ միայն զեկույցում են արտահայտված, այլ դրա հում մասը կա նաև ազգային ժողովի գաղտնի մասում, եւ հետագայում նաև այդ կտորները ամբողջությամբ օգտագործվելու են ոչ միայն այս թեմայի հետ կապված տարբեր դրվագներ հանրայնացնելու եւ բարձելու ուղղությամբ, այլ դրա քաղաքական եւ իրավական պատասխանատուներին համապատասխան ձևով, օրենքով նախատեսված ձևով պատժի ենթարկել։ Իրենք այդ զեկույցի հիմնական կարևոր առանցքային մասը, որի մասին անդադ խոսում են, հենց այդ դրվագն է, որ իրենք չեն իմացել, որ պատերազմը լինելու ապա տեղեկատվություն է եղել եւ կարևոր կենտրոնները չեն ասել։ Եվ վերլուծությունները, եւ ուսումնասիրությունները, ես դեռ չեմ ասում այն տեղեկատվությունը, որը նույնիսկ ինքը Նիկոլ Փաշինյանը հաստատում, որ ստացվել է, ըստ էության դրանք եղել են դրա մասին, որ պատերազմը անխուսափելի է, անխուսափելի է եղել կարճաժամկետ կտրվածքով։ Բայց գիտեք, հիմա ժամանակի նաև Արցախում տեղեկատվություն կար, որ դրանից դեռևս պատերազմից 2 շաբաթ առաջ է Արցախի համապատասխան մարմիններից փոխանցվել Հայաստանի իշխանություններին։ Հիմա մենք սրա հաստատումը կունենանք այն ժամանակ, երբ որ այս իշխանությունը չի լինի, որտեղ այն մարդիկ, ովքեր դրան տիրապետում են, կամ Բաքվի բանտում են, կամ չեն խոսում։ Հասկանում եք։ Հիմա որտեղ վախենում են, ամեն մեկը վախենում է, մտածում եմ հիմա ես խոսամ, չգիտի իր այդ ինչ կլինի։ Մեկին ունեցվածքից են զրկում, մեկին տանում են ամիսներով, տարիներով պահում են բանտերում։ Վախի մտնորդ են ստեղծում, մարդիկ չեն խոսում։ Բայց ես համոզված եմ, որ կան մարդիկ եւ Հայաստանի, եւ Արցախի նախկինում անձգային անվտանգության ծառայությունում կամ զինված ուժերի գլխավոր շտաբում, այնտեղի պաշտպանության բանակում, ովքեր ըստ էության այդ տեղեկատվությունը իրենց համար եղել է հասանելի։ Ամեն դեպս այդ օրերին պատերազմից առաջ Արցախում տեղեկատվությունը շրջանառվում էր, այսպես ասած, օդում կախված իրավիճակում եւ բոլորի հաղումը Արցախի տարբեր պետական կառույցներին է եղել։ Հիմա կարող է մարդ լինի, ով ժամանակին զեկուցողն է եղել, գնան բռնեն հրապարակային ելնի, ասի չէ, ես այդպես բան չեմ զեկուցել։ Ինչի ասի, վախենա, մտածի, ինչ գործ ունեմ, մտեմ այս թեմայի մեջ ինձ տանեն գլուխս կդրցնեն։ Ու նկատի ունեմ ճաղերի հետևում հասցնեն եւ այլն եւ այլն։ Բայց մի հատ իշոպ պա գալը, որ դա ճշտվել է, չէ՞։ Այսինքն հստակ իշոպ մարդի գալու են, ասելու են, որ այո, sense տեղեկատվություն եղել է, երբ եք փոխանցել, ասելու են, չգիտեմ, այսինչ օրն ենք փոխանցել, պատերազմից մի շաբաթ առաջ, 2 շաբաթ առաջ կամ 3 շաբաթ առաջ։ Այդ ժամանակ պատասխանատվությունը շատ ավելի ծանր է լինելու այն մարդկանց համար, ովքեր տիրապետել են, իմացել են ու դրա մասին փաստացի ոչ միայն հաշվի չեն առել, այլ ժամանակ չեն էլ բան արել, որպես եզրահանգում համապատասխան միջոցներ չեն իրականացրել։ Եվ նաև զենքերի գնման հետ կապված Փաշինյանի հայտարարության անդրադառնանք, որ ասում է արտաքին պարտք աճել է, որովհետև միանգամից ենք զենք գնել, 8 միլիարդի մասին էր խոսքը, արդյոք այդքանի զենք են գնել թե ոչ, եւ ասում էր թող մարդիկ հավաքվեն 50 հոգով գնանք ցույց տամ, թե ինչ զենքեր կան, պիտակներն էլ վրան է եւ նաև ձեզ էր ասում, որ չեք ուզում տեսնեք, միայն ուզում եք քննադատեք։ Արտաքին ֆինանսական միջոցները, որոնք ներգրավում են այդ վարկերի միջոցով, դրանք վերում է վավերացում են ազգային ժողովում։ Բացում ես նախագիծը, նախագծում կա բացվածք, ինչի համար է նախատեսված։ Բավականին մեծ գումարներ նախատեսված է, օրինակ հյուսիս-հարավ ճանապարհի համար, մեկը դրված է էներգախնայողության համար, մեկը տրված է էսից ծրագրի շրջանակվելու, մեկը տված է Երևանի ենթակառուցվածքների այս ինչի համար։ Այսինքն յուրաքանչյուրի մասով գրած է, թե որը ինչին է ուղղվելու։ Եթե պայմանականորեն այդ 1 միլիարդից 200 միլիոն դոլարը պայմանական եմ ասում, ուղղված է եղել կամ ուղղված չի եղել, իշխանությունը օգտագործել է զենքի գնման համար, պայմանական եմ սա խիստ ասում։ Միգուցե սա քննարկելի է, հասկանալի է, բայց դրանք բացվածքով տեսել ենք։ Հիմա հյուսիս-հարավի ճանապարհային հատվածներում գումար դրվել է, թե չի դրվել։ Հիմա մարդիկ տեսել են, չէ՞, ասենք Գյումրիի ճանապարհին է կամ չգիտեմ, Քաջարի ագարակ հատվածին։ Այսինքն այն գումարները, որ նայում ես, դրա հələ արդյունավետությունը, ծախսման անհրաժեշտությունը, բանը մի կողմ եմ դնում, թե ով ինչ է անում կամ ոնց է անում։ Այսինքն քիչ գումար է նախատեսվել։
ուրիշ բան եմ ասում, նկատի ունեմ այդ վարկերը, որոնք ստացվում են, բացվածքը մենք տենում ենք խորհրդանում։ Ոչ միայն մենք, այն մարդիկ, որ հետաքրքրված են, կարող են բացեն ազգային ժողովի պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված է, օրինակ, այս թեմայի հետ կապված հարցը, նախագիծը բացում ես, գրած է, ինչի համար դա նախատեսված։ Հիմա գնան թողնան, դրանն էդի իրականացվածը իրականացված չէ։ Եվ երկրորդը, սա հատկացվում, բայց չի իրականացվում։ Չէ, նկատի ունեմ այդ 8 միլիարդը, որը նախատեսված է եղել, այնտեղ որևէ տեղով զենք հետ նախատեսված որևէ բան չի եղել։ Բացվածքով։ Այսինքն եղել են ծրագրեր, որոնք առօրյայում տարբեր տեղեր տեսել ես։ Այլ բանը թե ինչ են դա վարկով արա եւ այլն եւ այլն։ Հիմա բայց դա հակասում է նաեւ պաշտպանության նախարարի խոսքին։ Երբ որ պաշտպանության նախարարը ներկայացնում է 26-ի բյուջեն, ու ասում է, բա ինչ է կրճատել բյուջեն, ասում է, գիտեք, ասում է, մեր հիմնական գնումը, ասում է, պատերազմից հետո եղել է արտացոլված եղել նախորդաբար բյուջեով։ Դրա համար այս տարի իջեցնում ենք։ Բա հիմա այս մեկը ասում է բյուջեով է նախատեսված եղել զենքերի գնումը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, չէ, 18-ից ի վեր եղել է այդ 8 միլիարդ վարկով։ Հակասում է, չէ, պաշտպանության նախարարի խոսքին։ Պաշտպանության նախարարն ասում է հիմնական բանը մատակարարներն ու այդ առուվաճառք եղել է 22 թվականից մինչև 25-ը, ամենաշատը եղել է 25-ին, բայց ինքը ասում է, ըստ են կարել, դա դրված է ռազմական բյուջեով։ Այսինքն այդ կառավարության մի անդամ պաշտպանության նախարարն ասում է, որ այդ գումարները ռազմական բյուջեում է, հետո ասենց օթում բան փչելու համար, նաև թեման որոշակի շեղելու համար Նիկոլ Փաշինյանը ասում է, դե 8 միլիարդ վերցրել ենք, դրա տակ զենք են կարել, արեք նայեք։ Հիմա երկրորդ հարցն եմ տալիս, որտեղ որ համապատասխան վայրում հավաքել են։ Տեղ հավաքված է բոլոր օրինակները, թե տրամաբանորեն տեղ հավաքված է այն տեսակները, որի կամ նմուշները, որից Հայաստանի Հանրապետությունը գնել է։ Հիմա իշխանությունը ներկայացնելու է տեղում, թե այդ ամեն նմուշից քանի հատ է առնել։ Դե ասում է գնացեք տեսեք։ Ուրիշ բան եմ ասում։ Հիմա դա ուրիշ բան է, գնացեք տեսեք։ Հիմա գնում ես, տենում ես կանգնած է, մի հատ տանգ է կանգնած, մի հատ հրետանային միջոց է, մի հատ չգիտեմ։ Պետք է ճշտեք։ Գախնի տեղեկատվությունը դա կարող է ես կարողանամ ճշտեմ, բայց այդ մանկապատանեկան միջոցառումը, որ իրանք են ներկայացնում, բա գիտեք 50 հոգանոց խմբերի կազմեք, ձեր մեջ ծնվեք, տնից վերցրեք երևի զրահաբաշխողներն ու սաղաբարտները, այսինքն գիտեք սա դեժավյու է։ Քաղաքացին չի իմանալու այդ զենքը որքան արդյուն ավելի։ Երկրորդը, արդյոք քաղաքացին պետք է գնա այդ դետալներով։ Նախ քաղաքացի ասածը շատ հարաբերական է, չգիտենք ովքեր են նրանց ծանոթանում։ Իդեպ միջև այդ առաջարկը մեզ ասվում իշխանության տարբեր քարոզիչներ իրենց էջերում գրում են, որ իրանք արդեն գնացել ծանոթացել են եւ այլն եւ այլն։ Հիմա նայում ես այս մարդու կարգավիճակը, ասում ես ոնց ա եղել։ Ոնց ա եղել ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրամյանը մայիս ամսից չի կարողանում գնա առաջնագիծ եւ առաջնագծի աշխատանքներին եւ զինվորական ծառայության ընթացքին ծանոթանալ, մերժում է նրա այցերը, բայց տարբեր քաղաքացիներ 50 հոգանոց խմբերով, իշխանության քարոզիչներ, ինչ-որ տարբեր բաներ, դեմքեր, անընդհատ զորամասում են, ինչ-որ ամրացման շրջաններում են սա են ծանոթանում։ Հիմա թույլ չեն տալիս, որ դու գնաք։ 6 ամիսա թույլ չեն տալիս, ամեն ամիս գրում են, տարբեր ամենաանհետեթից սկսած պատճառաբանություններ, օրենքով խախտումով ժամկետից ուշ պատասխաններ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Հիմա դաժե եթե մյուս ամիս թույլատրել ազգային ժողովի падգամավորին 6 ամիսա թույլ չեն տվել արդեն։ Այսինքն ամեն ինչ անում են, որ հնարավորինս քո հասանելիությունը զինված ուժերում տեղի ունեցողին լինի նվազ։ Կարող են ենթադրել, որ Աբրահամ Տիգրանին թույլ չեն տալիս կամ շատ ավելի քիչ պարբերականությամբ են թույլ տալիս, որովհետև գիտեն Աբրահամ Տիգրանը ընդհանուր իրավիճակին տիրապետում է եւ համարում են վտանգավոր այդ մարդու մուտքը, որովհետեւ կարող են ինչ-որ մարդկանց քաղաքացիներ տանել եւ այսպես ասած չոփը գերան ներկայացնել, բայց Աբրահամ Տիգրանին կամ էլի տարբեր մասնագետների կամ падգամավորների չեն կարող գնալ նույնը անել։ Իշխանությունը ոնց որ Իսկ կոնդիմությունը չեք կարծում պետք է գնա իսկապես Նախ Հերմին ջան, մենք չենք հասել դրան։ Նախ մենք ես ինքս ինձ զանգել են, ես ասել եմ այո, ես պատրաստ եմ գնալու։ Սկսենք դրանից, որ իշո մեկի մոտ տպավորիչ չդառնա, որ ես չեմ նայում, բայց ուզում եմ ասել։ Ես գնացել եմ այդ ամրացման շրջաններն եմ նայել։ Մեծ թվով հարցեր կա, որոնք մենք եկել ենք գրավոր, Սերան Օհանյանը, Գեգամ Մանուկյանը, գրավոր փաստաթղթով սարքել ենք, ուղարկել ենք, որը փոփոխություն չի եղել։ Այն խնդիրները, որոնք մենք տեղ տեսել ենք եւ այլն։ Նույն ատեստացիայի համակարգի հետ կապված զինված ուժերին վերաբերող այն բոլոր հարցերը, որոնց մասին ես նաեւ հրապարակային խոսում եմ, դրանց մի մասը գրավոր առաջարկներով սարքած ես ուղարկել եմ զինված ուժերի գլխավոր շտաբ։
Այսինքն իմ խնդիրը այն չի, ես մենակ տեսնեմ ինչ-որ բան, խոսեմ, խոսքը ասեմ, քննադատեմ։ Չէ, ես եմ ստեղ խոսում, այն մարդիկ, ովքեր միգուցե լավ չեն ճանաչում, ինձ դրա համար եմ ասում։ Ես այն ինչ որ ասում եմ, շատ ավելի համակարգված ձևով, նաև գրավոր ձևով ներկայացած զինված ուժերի գլխավոր շտաբ եւ այլն։ Բայց հարցն է, որ ես իշխանության համար ոնց որ ժամանակին 19 թվին են սու 30-ների թեմաներ, որ ավելի շատ բարձվեց, որ պետք էր իրենց համար քարոշչական խնդիրներ լուծելու համար նկարվելու, սելֆիներ, լարված իրավիճակ դնում Երևանի օդով դրցնելու համար, բարձվեց, որ պատերազմ ըստ էության դրանք որևէ լուրջ ներգործություն չեն ունեցել։ Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբը ասաց, որ դրանք առանց համապատասխան զինամթերքի են գնվել եւ այլն։ Դրանց վրա կարող է այլ զինամթերք դրվել, բայց դա ըստ նշանակության օգտագործվելու համար պետք է լինի համապատասխան զինամթերքը եւ այլն։ Հիմա սա է խնդիրը։ Հիմա նույնը հիմա է արվում։ Հիմա նույնը արվում է հիմա քարոշչական բանով։ Հիմա գիտեք, մարդկանց տանում են բոլորը ռազմական գործողությունների վարման առանձնահատկություններին, ժամանակից պատերազմի բնույթին, ներկայացող զինտեխնիկայի մարտավարած տեխնիկան բնութագրերին եւ դրանով մարտական գործողությունների դրա ընթացքին մարդիկ չեն ճանաչում։ Մարդիկ գնում են, տեսնում են տեխնիկա է կանգնած, սովորական մարդու ախամ ասում լավ այլ է գոնե էսի առել են։ Հասկանում եք, դրա համար եմ ասում, դա քարոշչական խնդիր է լուծում, դա որևէ լուրջ խնդիր մեր երկրի անվտանգության հարցում չի լուծում եւ սա նաեւ բխում է Հայաստանի տարբեր պաշտոնյանի այն հայտարարությունից, որոնք երբ որ դու գնահատում ես կամ ասում ես սա սիրողական մակարդակում արված բան է, կամ դիտմամբ մարդկանց ապակողմնորոշվելուն ուղղված հայտարարություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։